Բարև ձեզ։ Եկեղեցու օրհնության հետ կապված ինչ կարող եք ասել։ Ցիկեր շատ հոյակապ զգացված եմ, այսպիսի տեսարան, այսպիսի ձև չէի տեսել, հիացած եմ։ Իսկապես սահմանամերձ համայնքների համար Ուրախ եմ, որ այսպիսի սահմանում կա, մեր ժողովուրդը նվիրված են, ու սահմանը միշտ ամուր լինի։ Գիրանցից եք։ Ոչ, Աճարկուտ։ ոչ, մենք Իջևանից ենք եկել։ Նախ ինչ նշանակություն ունի այս համայնքների համար, առհասարակ մեր ժողովրդի համար, հա, հաշվի առնելով նաև, որ այնտեղ հակառակորդի պատն է դիմաց։ Գիտեք ինչ, սա մի հատ պատմական օր էր կարելի էր ասած, վերածնվեց եկեղեցին, որ կոմունիստների ժամանակ քանդվել էր, օգտագործվել էր պահեստ։ Ուրեմն հինը եկեղեցիները, տաճարները զուգողական ուժ ունեն, որովհետև մեր հին եկեղեցիները հազարավոր մարդիկ են մտել, ղեկավար հիմիկվա լեզվով ասած այն ժամանակվա իշխանները, զորավարները, դրանց էներգիան ոնց որ դրա մեջ էլի, որ մարդ մտնում է անկախ իրանից ինչ որ մի բան է ուզում զգա, իսկ նոր ինչքան կառուցվում է զուգողականություն չկա։ Որտեղ ուզման նոր կառուցված եկեղեցի մեկը ես չեմ ցանկանա մտնեմ, հետարքրություն չկա այնտեղ, որտեղ չկա մի հատ ասենք որ հիշը մի նշանավոր մարդ է մտել, նրա հետքերով էլ ես մտնեմ այդ եկեղեցին մի հատ վառեմ, բայց սա ունի իր հետարքրությունը։ Ու ժողովրդի համար է սա մի հատ պատմական հիշվող օր կլինի։ Ունեք որ 88-ին են այստեղ նշանավորներ, 88-ին էր չէ կառուցվել։ 1870, հա։ Այդ ժամանակ էլ մենք ունեցել ենք, պատմությունից լավ եմ գիտեմ, ես անուններով չթվարկեմ, ինչ մարդիկ են եղել այս օրերը նշանավոր եւ ինչ մարդիկ են եկել ու անցել։ Իսկ ինչպես եք վերաբերում, որ օրինակ բազմաթիվ բնակիչներ չկարողացան ներս մտնել, բազմաթիվ քաղաքացիներ չկարողացան ներս մտնել։ Փոքր է տարածքը։ Հա, փոքր էր տարածքը, տեղ չէր լինի առաջինը, ասենք հա, դրսից ղեկավար կազմը շատ թիվը մեծ էր, հազիվ նրանք տեղ վարվեցին։ Նրանից հետո ժողովրդի ման մտնում են հանգիստ երկու դուրս անան։ Իսկ այս անվտանգության շքախմբի հետ Խաղաղությունը, քեզ մի բան ասեմ, խաղաղությունը պատերազմի երկար դասամիջոցն է։ Ոչ մի մարդ չի կարող գարանտիա տա դրան։ Ուզում եմ հազարավոր տոց ստորագրվի խաղաղության։ Մեկ օր կլինի, թե 50 տարի, թե 100 տարի։ պատը խաղաղության պատ է։ Ասեմ 50 տարի կլի, թե 100 տարի հետո էտապները կրկնվելա ու կրկնվում է ամբողջ պատմություններով այդենցա։ Հիմա խաղաղ է, բան չունեմ ասելու, ապրեմ ենք, թե ինչքան կապրենք 50 տարի թե 100 չեմ կարող ասել։ Այս խաղաղությունը չեմ կարող, ոչ մեկը չի կարող գարանտիա տա դրան։ Տվյալ երկրների ղեկավարներից է կախված։ Ով խաղաղասեր է, նա կշարունակի։ Իսկ ինչ իմանաս հակառակորդին երբեք, որտեվ տարբեր կրոնների մարդիկ ենք մենք, տարբեր կրոնների պետություններ ենք, դա հնարավոր չի։ Մենք նույնը չենք, նույն ազգը չենք, նույն ժողովուրդ չենք։ Հա, ձգողական բան չկա նրանց հետ։ Դրանց հետ ամեն ինչը ձևական, այստեղ խոշոր փիլիսոփաներ են պետք, դիվանագետներ, որոնց հետ լեզու գտնեն ու երկար ժամանակ կարենա խաղաղություն պաշտպանեն։ Որ բարբերաբար լինում են, տեսեք, երբ պիտի կամուրջը հանձնվեր, բարձրադիր դիրքեր հանձնվեին, ասվում էր, թե մեզ էլ են արտվաշենն են տալու, այլ բան են վերադարձնելու, ինչ արվեց։ Փաստորեն մենք միակողմանի, եթե սահմանազատում էր, ապա ինչու միակողմանի։ Դա ես քեզ կասեմ միակողմանի չի։ Դե մենք ստենք ապրել, լավ գիտենք մեր սահմանները, որը ումն է եղել, երբ եղել, ոնց է եղել։ Հա, առաջմաց գծվում է ըստ իրանց հին ժամանակվա բաներով։ Մի մետր էս կողմ, մի մետր այն կողմը, ես ոչինչ դրա մասին չեմ կարող ասել, որովհետև սկի գյուղան, որ հարևանները իրար հետ որ ապրում են, էլի այնտեն մեզ են մեկը սետկեն իր տարածքը մի մետր խափեց, մի կողմ տարավ, զոռովել նմա վերցնում է։ Դա եւ ժողովրդի մեջ հարևանների եւ պետությունների մեջ։ Դուք Գիրանցից եք ներով։ Գիրանցից եմ։ Շնորհակալ։ Դուք ներսում չէիք, երբ
պաշտոնյաները ներսում էին։ Բերթող համիջա։ Ես այնքան եմ նկարել։ Դե դուք Թերթեք ցույց տվեք այսօր ալու։ հա, այսինքն ձեր ասածը ուժի մեջ է։ Իմ ասածը լրիվ ուժի մեջ է։ Դուք Սերտամոզ մարդ եմ։ հա, դուք եկեղեցու Կասեք, ռեստավրացիա չէ, ստեյության նաև արվել, որովհետև պահպանվել է այնպես խորը կար։ Այո, եկեղեցին որպես եկեղեցի ինքը վերանորոգվել է։ Եկեղեցին որպես եկեղեցի ինքը վերանորոգվել է, գոյություն ունեցել հիմնական միայն պատերը։ Այդտեղ QR կոդը կա, եթե QR կոդը խփում եք, իր պատմությունը գալիս է եկեղեցու։ Փորձ է արվել պահպանել հիմնական քարի էլեմենտները, որոնք եղել են հին եկեղեցու առանցքային քարերը, եւ կատարվել է վերանորոգում։ Եկեղեցու ներսում երևում է հին եւ նոր քար էլեմենտները, որոնք մաքսիմում պահպանվել են, մկրտարանը, ավանդատները, կամարները, հին եկեղեցու քարերն է եղել։ Զանգակատունը, տանիքը ամբողջովին, կարնիզը ամբողջովին նոր է վերանորոգվել։ Չէ, հինը չի եղել, հնից ոչ մի տենց բան մնացած չի եղել, խաչը նորն է, զանգը նոր է, այս պատի հետևը կա մի քանի էլեմենտ քարի, որոնք հին եկեղեցուն ունեն վերաբերվել։ Սխալվում 23 թվականին է մեկնարկել 4 թվականին 24-ի աշնանից վերանորոգումը ընթացքի մեջ է եղել։ Արտուր Մխիթարյան, շինարարական ընկերության տնօրեն, ով կատարել է վերանորոգումը։ Դավիթ Էներջի։ Սերեփորնա։ Հայրամոտ սուրբիկը իրենց անձերի կորստյան համար։ Ուստի դուք սիրելիներ, իբրև նախապես իմացողներ զգուշացեք, որ անարար նորության արված շկործնեք ձեր վստահությունը, աճեք մեր Տիրոջ և Քրիստի Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ, նրան թարք թե այժմ և թե մինչև հավիտենության օրը, ամեն։ Ալելույա, ալելույա, ծնծացեք առ Աստված օգնական է մեր, ակեցեք առ Աստված Հակոբը։ Բարև ձեզ։ Եվ անդոր քույնքով Հարկես Տեր Աստված մեր Հարգելի հետևորդներ, նշեմ, որ Գիրանցի բնակիչները մեծամասամբ հիմա են եկեղեցի մտնում, նրանք ներսում չէին, երբ Փաշինյանն էր ներսում, նաև սահմանափակում կար, պատճառաբանում էին, որ եկեղեցում տեղ չկա, նշեմ, որ Փաշինյանը ինչպես ցանկացած եկեղեցի մտնելիս կրկին շքախմբով էր, Ժամանակ ինչ է ատյալ, բայց է ժամանակ ամեն ժամու պատրաստես, ոչարի աշխարատերը ձեզ, բայց իսակյաց ես վկայև հասն նորա, եթե կոնքն յուր շարուկյատ է, դուք ետ այդ իտոնն հայ, ես ոչ ետ ավիտոնն հայ, ինչ ժամանակ չէ վերեցյալ, դա ես իպրև ասարքիտ է մնական դերի գալյալ,
Եկեղեցու բացման հետ կապված ինչ նշանակություն ունի հաշվի առնելով նաև այն, որ հենց դեմ դիմացը հակառակորդի պատն է։ Եկեղեցին որպես մեր հավատի ու մեր կենսական կարևոր դերն ու նշանակություն ունի մեր կյանքում։ Ուրախ եմ, որ եկեղեցին բացվեց, որովհետև ինքը դեռ վաղուց որպես պահեստ էր աշխատում։ Հիմա շատ լավ է, ուրախ եմ այդ առումով։ Մնացածը, որ սահմանի մոտ է թե հեռու Անիջան, չի ուզի դա քննարկեմ, ինչի է մոտիկ կամ ինչի է հեռու, հա։ Դե ոչինչ, թող հակառակորդը տերնա, որ ըստե կյանք կա, շարունակվում է կյանքը, մենք ամուն ենք մեր հողի վրա կանգնած եւ ավելի ամրանալու ենք, ավելի ուժեղանալու։ Իսկ ինչպես եք վերաբերում նրան, որ այսքան անվտանգության շքախումբ է բերվել, բնակիչները սահմանափակումներով էին ներս մտնում։ Ինձ թվում է բոլոր ժամանակներում էլ իշխանությունն է որոշում իր կարգավիճակը ոնց պետք է լինի ժողովրդի հետ, ինչ հարաբերվեն, ինչպես հարաբերվեն, այդ առումով բան չկա ասելու Անիջան։ Անիջան, ցավը տանեմ, թող ես այդ քաղաքական հարցերին չպատասխանեմ, ավելի շատ խոսամ մեր առօրյայի, մեր կյանքի, մեր ժողովրդի եւ գյուղի մասին, լավ։ Te